Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Գագիկ Սարուխանյանը, ողջունում եմ ձեզ պարոն Սարուխանյան։ Բարև ձեզ, Լենգրության։ Շնորհակալություն, որ Մի ընդունեցիք։ փոքրիկ ճշտում եք կարելի է։ Ահա։ Ոչ թե քաղաքագետ, ասինքն այդ կրթությունը չեմ ստացել, բայց 38 տարի է արդեն քաղաքականության մեջ եմ։ Քաղաքագետ չեմ, բայց ասենք ասենք այս պահին ճիշտ կլինի ներկայացնել որպես Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ, որտեղ այդ կազմակերպության ներքո եմ գործունեությունը ծավալում։ Ես որքան հիշում եմ մեր անցյալ հաղորդման ընթացքում ես հենց այդպես էլ ձեզ ներկայացրեցի, բայց շատ եմ նկատել, որ ձեր հարցազրույցներում հենց ձեզ ներկայացնում են քաղաքագետ ու ճիշտ եք ասում։ Հիմա ես երբ որ ուղիղ եթեր ա լինում, ասես ներկայացնում ես, չեմ ուզում արդեն այդ բանին ընդհատել։ Ուղղակի ձեզ հետ ավելի անմիջական է մեր խոսակցությունը, դրա համար ճշտում մտցրեցի։ Շատ լավ։ Եկեք ճիշտ եք ասում, հա, այդ բանը կա։ Եկեք հենց սկսենք այսօրվա տեղի ունեցող իրադարձությունները, չնայած մեր հաղորդումը վաղն են նայելու մեր ժողովուրդը, բայց եկեք անդրադառնանք, թե ինչպես եք դուք վերաբերվում այսօր տեղի ունեցած պատառաքին, հա, որ երկրի իշխանությունը, այսպես կարելի ասել, ուժով, հա, մուտք գործեց 7 վերք եկեղեցի եւ այնտեղ կազմակերպեց պատառակ, որոշները համարում են, որ դա բռնազավթում էր, որոշները ասում են ոչ, ինչպես եք դուք վերաբերվում այս ամենին։ Գիտեք ինչ կա, ախր այս հարցը այսօր իսկապես հուզում է աշխարհի բոլոր հայերին, անկախ նրանից իրանք անմիջապես այդ պատառակի շրջակայքում են ապրում, գնում են այդ պատառակին ներկայ են, թե չէ։ Ես ունեմ իմ սեփական, այսինքն մեր կազմակերպության վերաբերմունք այս ամեն ինչին ինչ որ կատարվում։ Երբ որ հիմքը դնում ես այս կատարվածի պատճառները, հա, պատճառները, վերաբերմունքը արմատապես փոխվում է մարդկանց մոտ։ Հիմա նայեք, մարդը, որը իսրտե հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ կեղտից ու զիբիլից, գործակալներից, հա, մաքրում է եկեղեցին, իր մոտ պատկերը լրիվ այլ է, բացմապատ ճիշտ է անում։ Այսինքն իր մոտ քանի որ հիմքում դրված է այդ հանգամանքը, որ այո, այս մարդիկ պղծված են։ Եվ հակառակը, մյուս կողմն էլ կարող ասել, գիտեք ինչ կա, երբ որ եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունք կա, դա ոտնձգություն է եկեղեցու նկատմամբ։ Հիմա եթե նայում ես երկու կողմները ճիշտ են։ Բայց մեր կարծիքը հետևյալն է, որի մասին մենք բազմիցս ասել ենք, ու ոչ միայն եկեղեցուն վերաբերվող այս դրվագին։ Մենք կարծում ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր, այսպես ասած անկախություն, այսինքն իրավաբանորեն արձանագրեցինք, որ Հայաստանը անկախ պետություն է եւ մանկում տեղ գրավեցինք, բայց իրականում երկրում շարունակում էին տիրել ռուսական գործակալական ցանցը, տարբեր իրանց գործակալների միջոցով, մենք բռնազավթված երկիր ենք եւ Հայաստանի որոշումները բխում էին միայն Ռուսաստանի շահերից։ Հրանգավորված, այսինքն վերևից ինչ ասում են, մենք կարող ենք ասենք այդ էքսկուրսը անել, հա, 1991 թվականից, հələ մի բան է շուտ անկախություն ձեռք բերելու նախորդ տարիներից։ Մենք կտեսնենք, որ ամեն ինչը գնում էր այնպես, ինչպես որ Ռուսաստանի ձեռնատու։ Ճիշտ է, Ռուսաստանը ստիպված էր, այսպես ասած, անկախություն շնորհել հանրապետություններին, քանի որ ինքը փլուզվում էր եւ միակ ճանապարհը, այսինքն այս ցնցում, կարծես թե անցնցում սովետական միությունը բաժանել, բայց ռեալ լծակները պահել ձեռքի իր ցանցի միջոցով գործակալական եւ տեսանք, որ մինչ օրս Հայաստանում գործում են ուրեմն գործակալական ցանց։ Հիմա կասեք ինչի համար է այսքան երկար բացատրությունը տալի, որովհետեւ այս սրբազան պայմանական կոչենք շակերտներում սրբազան օպերացիան մշակվել է Կրեմլում։
Եկեք մի հատ ճիշտ հասկանանք, օպերացիան Նիկոլ Փաշինյանի կողմից, թե որ եկեղեցի երկու կողմն գործակալներ են։ Շատ լավ։ Երկու կողմն գործակալներ են։ Մենք բազմիցս ասել ենք, որ եկեղեցին վերածել է ժամանակին հələ անցյալ դարի սկզբից, երբ որ սովետականացրեցին Հայաստանը, բոլշևիկները անխնա գնդակարում էին ցանկացած ազնիվ ու մաքուր եկեղեցիականի կամ հոգևորականների կամ մտավորականի։ Ոմանց էլ ասենք ում մեղքը համարում են որ մի քիչ պակասոտ է ուղղակի վագոններով ուղարկում էին Սիբիրները։ Հիմա տեսեք, եւ ով մնաց եկեղեցիում որպես քահանաներ։ Միայն նրանք, ովքեր ընդունեցին NKVD-ի լեյտենանտի ուսադիրները, սքեմի տակից, ասենք այդ ուսադիրները եւ գնացին ծառայության։ Այսինքն իրանք ուզում էին, այո, բոլշևիկները ժամանակին ուզում էին արմատախիլ անել, բնավ ջնջել ուղղակի բոլոր կրոնական ռելիգիա это օպիում народа, բանը Լենինը ասում է։ Բայց հետո հասկացա, որ չէ, չափից ավելի ծայրահեղություն պետք չի, մանավանդ որ այդ եկեղեցու NKVD-ի լեյտենանտ քահանայի ծառայությունից շատ մեծ օգուտներ կարող են քաղել, որովհետև մարդիկ գալիս են եկեղեցի պատմվածքներ են պատմում եւ դրանցից ինֆորմացիա քաղելը շատ հարմար բան է։ Մեղքերի թողություն են տալի, այո, իրաց մեղքերն են պատմում։ Այո, 5-ից 10% եկեղեցիների գործող եկեղեցիները թողեցին ծառայության։ Եվ այսօր ամբողջ սովետական միության շրջանում եւ սովետական միության շրջանից հետո այս վերջի իբր անկախության տարիներին եկեղեցուն հիմնականում գործել են ամենայն դեպս բարձրագույն պաշտոններ, եպիսկոպոսների, քահանաների մեծ մասը KGB-ի գործակալներ կամ KGB-ի գործակալ եկեղեցու ղեկավարի հրանգը կատարողներ։ Այս ա եղել։ Հիմա ռուսական KGB-ի երկու թևեր, գործակալական ցանցի երկու թևեր բեմականացված պատերազմ են վարել։ Բեմականացված։ Հիմա տեսեք, ես միշտ ասել եմ, որ Նիկոլը ինչին կպնում է, ինչ խոստում տալիս է, ամեն ինչը կատարում է կիսատ պռոտ։ Ինչի համար։ Նախ կարելի է ենթադրել, որ ոչ խելքն է հասնում, որ մինչև վերջ հասցնի։ Մյուսները, ասենք, իրա վրա սիրարվածներ ասում են, չէ, դե դժվար է, թույլ չեն տալի, այդ նախկինները ուժեղ են, սենց իրանց ֆինանս են, ինչ-որ հեքիաթներ են պատմում։ Այնինչ, եթե անունը հեղափոխություն էր եւ հեղափոխական տրամադրություն էր, ուրեմն պետք է ինքը սկզբի 1 տարվա մեջ արմատական փոփոխություն աներ եւ անցկացներ լուստրացիա։ Լավ եղբայր, եթե դու ասում ես, որ վեհապարը, ասենք, գործակալ է, որին ես էլ եմ համոզված, այո, ինքը օտար մարմնի ծառայող, ինքը իր եղբայրը եւ շատ այլ քահանաներ, որոնք մտցրել են եւ սրբազաններ, որոնք մտցրել են իրենց քիթը քաղաքականության մեջ հրանգով։ Այսօր գործակալներ։ Ինչ է այդ գործակալական ցանցը։ Միայն եկեղեցիում, հա։ Թե ասենք ոստիկանությունում, ածել ինքնարուսական գործակալական։ Դե մենք բազմաթիվ զինվորականներ տեսանք, որ փախան Ռուսաստան, բազմաթիվ պաշտոնյաներ, որ փախան Ռուսաստան, միայն եկեղեցին չի։ Հարցադրումը հենց դրա համար է։ Հիմա, բայց հարցը սա է, ոնց է առողջանալու այս ամեն ինչը, լուծումներ։ Ուրեմն այդ հարցի լուծումը մեր կազմակերպությունը տալիս է։ Ես բազմիցս անգամ եմ անկախության առաջին օրվանից ես դրա մասին ասել եմ։ Լուստրացիա։ Միայն լուստրացիա։ Բայց լուստրացիայի համար դա չպետք է լինի KGB-ի կողմից նշանակված Նիկոլ Փաշինյանի ձեռով։ Լավ, հիմա դուք եք Նիկոլ Փաշինյանի տեղը, գիտեք, որ եկեղեցիում էսա տիրում, այս մարդիկ էլ սրա համար ծառայողներն են։ Ոնց եք հարցը լուծում, խնդրեմ։ Ասեմ ձեզ։ Եկեղեցիում այս հարցը, այս վիճակը չի տիրում։ Մեր երկրում է տիրում այս վիճակը։ Չէ, դե հիմա եկեք կենտրոնացնենք։ Արդեն ինչ ենք անում։
ուրեմն քաղցկերի ժամանակ, այսինքն մարդուն եթե վիրահատում են եւ ախտորոշել են, որ մարմնի ինչ մասում քաղցկեղ է, ուռուց կա, պետք է հեռացնել։ Երբեք չի կարելի վիրահատություն անելուց քաղցկերի մի մասը 1/5-ը, 1/4-ը կամ 1/3-ը հեռացնել ու տես փակել։ Չի կարելի, դա ավելի արագացնում մահը։ Ավելի է արագացնում, այսինքն քաղցկե ամբողջ շուրջա պետք է հանվի։ Ինչպես անվի այդ ամբողջությամբ։ Միայն լուստրացիայի միջոցով։ Միայն եւ ամբողջ գործակալական ցանցը կալանավորել ամբողջ մեկ օրումա, մեկ ամսումա, մի շաբաթումա, մաքրել քաղցկեղը հանել։ Լավ, հիմա լուստրացիայի միջոցով, այո, ցավոտ process է։ Այո, ինչ որտեղ նաեւ վտանգավոր, բայց եղբայր ջան, դու 7 տարուց ավել 7 տարի իշխանության ես։ Այսինքն գրեթե մոտավորապես հեսա մյուս տարի ընտրությանը կմոտենաս 8 տարով ժամկետով։ Այսինքն համարյա նույն այնքան իշքան Ռոբերտ Նայողի իշխանության, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժը։ Ինչ է սարել, ինչ հեղափոխություն է սարել։ Երկու հատ ասֆալտ է սարել, որ գյուղացիներն էլ ելում ասում են, դե լավ, մենք տանիքները ես մի հատ բան եմ ուզում հասկանամ, էլի, որ երկրի իշխանությունը կաղել է, կաղում է եւ այլն, մենք բոլորս գիտենք, կարծում եմ ժողովրդի մեծ մասն էլ գիտի։ Հիմա դուք եք պետքա ազատագրեք եկեղեցին։ Ոնց եք այդ ամեն ինչ անում, հասկացանք լուստրացիա։ Հիմա դուք ուզում եք ձերբակալեք հոգևորականին, ասում են, գիտես ինչ կա, դու դուրս ես եկել եկեղեցու դեմ։ Ձերբակալում ես հոգևորականին, այդ իրանց ընդդիմադիր, եսի մինչադիր հեռուստաընկերություններով իրանց այդ լրագրողներով սկսում են ինչ-որ դու թուրք ես, դու էս ես, դու են ես։ Եթե դու կներեք, էլի, եթե դու բարձրազայնում ես իրականությունը եւ ասում ես, գիտեք ինչ կա, էս մեր հոգևոր ճակերտների մեջ հայրը, սա է, ասում են, տես, այս մարդը խոսում է եկեղեցու դեմ, ոչ մեկ չի ասում, այս մարդը եկեղեցին չի, այս մարդը սովորական մարդ է։ Բայց իրանց թույլ են տալի, որ այս դեպքում խոսան երկրի իշխանության դեմ։ Հիմա էլ եթե այդ նույն լոգիկան վերցնենք, եթե դուք էլի խոսում եք իշխանության դեմ, ուրեմն դուք էլ պետականության դեմ, հա, պետականության դեմ։ Այսինքն իրանք ոնց շահը իրանց տենց է զերտալի, տենց են ներկայացնում։ Ես ուզում եմ ասեմ կոնկրետ լուծումներ, քանի որ Հայաստանում ոչ մեկ այսօր սա դարել են անձեռնամխրելի։ Ոչ մեկին չի կարելի բան ասել, հենց բան ես ասում, դու ինչ-որ սատանա ես դառնում։ Ես նորից եմ ասում, դա դրվում է մի պատճառով, որովհետև Նիկոլը ինքն էլ է գործակալ, ինքն էլ։ Ուղղակի սա բեմականացված process է, որպեսզի հանրությանը հանեն իրար դեմ։ Հանրությանը հանեն իրար դեմ, մտցնեն ղրդժություններ։ Եվ դա է ճանապարհը, որպեսզի ասենք տապալեն հայոց պետականությունը։ Դա է ճանապարհը, որը որ Նիկոլ Փաշինյանը հստակ կատարում է։ Չնայած որ ինքը հրահանգ ուներ, այսինքն Կրեմլի կողմից երևույթ sense տեսիլքով ցույց տալ, որ իբր ինքը արևմտամետ է, բայց իրականում ցանկացած իր քայլ բխում է, ասենք ռուսական կայսրության շահերից։ Հիմա շատերը Նիկոլ Փաշինյանին համարում են թուրքական գործակալ։ Կարծես թե թուրքերի շահերից է բխած, հա, նաև Հայաստանում էս բանը։ Բայց ես կարամ ասեմ հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ չի, անկախ նրանից, որ այս ինչ որ կատարում է Հայաստանում, նաև թուրքերին է ձեռ տալու, որտեղ ձեռն է տալիս, հենց ասենք, ցանկացած մեր թշնամու։ Բայց ինչու են մարդիկ եւ հիմքը ինչ են դրել, որ ինքը հենց կոնկրետ թուրքական գործակալ է։ Մի բան կա դրա մեջ, որպեսզի Ռուսաստանի անունը չհնչի։ Ռուսաստանը ունի մի այսպիսի նենգություն, ինքը կազմակերպում է, ինքը հրանգները տալիս է իր գործակալների միջոցով ինչ որ անում են, բայց այն ռուսամոլ մյուս բանակը Ռուսաստան գովելով գնում են։ Այսինքն մարդկանց թողում են մոլորության մեջ։ Հիմա մեկն էլ կարող ասի, այ մարդ ինչ տարբերություն որտեղի գործակալն է, ինքը մեկը կատարում է այդ բանը։ Ես սրա համար կբերեմ մի հատ sense օրինակ։ Պատկերացրեք տղաներով զինվորներ ենք,
Մենք մեր խրամատում նստած ենք, ունենք սերժանտներ, սպաներ, հա, ասենց մեր խրամատում դիրք ենք պահում։ Ինչ որ մի արկ ընկավ խրամատի մեջ, մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, բան։ Հետո մենք ասում ենք, այս կրակոցը եկավ հյուսիսից։ Ասում են, չէ, այս արևմուտքից եկավ։ Այսինքն դրանից թե մենք պարզենք իրական որտեղից է այս կազմակերպել, շատ մեծ նշանակություն ունի։ Ինչու համար։ Որովհետև եթե մենք պարզում ենք, որ սա եկել է հարավից, մենք մեջքով շուռ ենք գալի դեպի թշնամի, իրական կազմակերպիչը եւ պաշտպանվում ենք մյուս թշնամուց, այո, նա էլ է թշնամի, բայց մեջքներս դեմ ենք տալին դեր։ Այսինքն մինչև հստակ գնահատականը չտան, որ Նիկոլ Փաշինյանը եւս Կրեմլի գործակալ է, եւ այս ամեն ինչը կատարվում է Կրեմլի ցուցումով, ուրեմն մենք իրական ճիշտ պայքար չենք կարող ձևակերպենք կամ սկսենք կամ կազմակերպենք։ Հիմա տեսեք, եւ այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլը թուրքական ագենտ է, ուրեմն նրանք միտում ունեն, այո, թուրքը մեր թշնամին է, ես չեմ լիովին հասկանալի է ռուսական հանցավոր մեր համար, մեր պետականության համար թշնամի պետությանը մաքուր, որ նա անունը չհնչի։ Այսօր թույլ է տրվում Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ ասել, તો ինչ էլ ասեն իրան, տեղն է։ Ինքը մի վեց, բայց ասենք բնորոշումը կոնկրետ գնահատական դա ուրիշ բան է։ Մի վեցի գործակալ է, թուրքական գործակալ է, ամեն ինչը դավաճանն է, շռակել է, ծախել է, ինչ էլ ասեն, տեղին է։ Բայց միայն թե չասեն, որ նա ռուսական գործակալ է։ Եվ դրանով զբաղված են ովքեր, թե իրա թիմի անդամները, թե իրան ընդդիմադիր, դա ապացուցում է, որ բոլորը նույն կենտրոնից են գործում։ Չնայած որ հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ խաղալու պրոցեսում իրա մտքով հանկարծ անցնի իսկապես դեպի արևմուտք գնալը։ Որովհետև ինքը իր աչքով տեսնում է, թե ոնց է Կրեմլը վարվում իր գործակալների հետ։ Մեկին Բաքվի բերտնա տալի, մյուսին Երևանի բերտնա փակել տալի, մեկին առհասարակ սպանում է կամ կորցնում է։ Ինքը գիտի իր ճակատագիրը։ Դրա համար կարող է մի պահ գա, որ ինքը իսկապես սկսի լուրջ ճանապարհներ եք մանգա դեպի արևմուտք, որ հանկարծ տերը Մոսկվայում չիմանա, որը շատ դժվար process է, որտեղ ինքն էլ է շրջապատված գործակալներ։ Բայց չեք կարծում, որ այս հարցը ավելի հեշտությամբ կլուծվի, երբ որ մեր ժողովուրդը այս ամեն ինչը ընկալի, հա, որտեղ իրանց բռնած ստրատեգիան այնքան կներեք այս խոսքս համար դիշովի մակարդակի վրա է, որ գցենք մարդ նորմալ լոգիկայով այս ամեն ինչը շուտվանից նկատում է, շուտվանից գիտի, որ ամենագլխավոր, ես միշտ ասել եմ, վերջի ժամանակների մեր գլխավոր թշնամին ռուսական պետությունն է, ոչ թե ռուս ժողովուրդը, այլ ռուսական պետությունը, որտեվ մեր գլխին այնքան փորձանք է բերել, որ այդքան թուրքը չի բերել վերջի տարիներին, քանի որ ինքը զբաղված է մեր պետության թուլացման։ Հիմա մենք անգամ չենք տարիներին չէ, ես կասեի վերջի 300 տարին։ Դե ես անկախությունից եմ վերցնում, իմ տարիքի հետ համեմատ պատասխան։ Նայել նախկորներ էնել։ Ահա, զբաղված է լիովին հայի պետականությանը ոչնչացնելու ծրագրով։ Սա է եղել ռուսի ծրագիրը, սա էլ շարունակում է լինել ռուսի ծրագիրը։ Բայց հիմա մեր հանրության առողջացման այդ ծրագիրը ոնց կարելի է կոչել, հա, ոնց անենք, որ մեր ժողովուրդը վերջապես մանավանդ մի քիչ տարիքով մեծահասակների մոտ է, հա, նկատվում այդ խնդրումը, բայց սերը Ռուսաստանի հանդեպ չի դադարում, ոնց կարելի է բուժել այդ ամեն ինչը։ Եկեք այստեղից սկսենք, որտեղ մեր իրական խնդրումը դա է։ Իսկապես շատ ցավոտ բան բարձրացրեցիք հարց, որը փակ շղթայի մի մաս է կազմում, հա, ոնց հասցնել իրանց։ Ու առհասարակ, ասենք հասցրեցին իրանց, հետո ոնց ինքնա կազմակերպել իշխանությունը նրանց ձեռը, ոստիկանությունը նրանց ձեռը, բանակը նրանց ձեռը, այսինքն ստել նորից անճարես, լավ էդ էլ ինչ-որ ձևով բան է, այսինքն
այնքան են սեղմե 4 կողմից Հայաստանի հարցը, որ երբ որ մանրամասն սրա մասին խոսում ես, տեսնում ես, որ իսկականից անճար վիճակում ես։ Դրա համար մենք շատ ժամանակ շատ բան չենք ուզում ասենք ինչին որ մենք տիրապետում ենք, որպեսզի մարդիկ փոխանակ կազմակերպվեն, ինքնակազմակերպվեն եւ դուրս գան պայքարի, հանկարծ առհասարակ չհիասթափվեն։ Այսինքն շատ բան կա ասելու։ Դրա համար մեր կազմակերպությունը որդեգրել է մի ծրագիր։ Այսինքն մենք եկել ենք դրան, հասկացել ենք, տեսեք հիվանդանոցի օրինակով բերեմ, եթե հետսովետական երկրների հանրությունը համարենք մի սովետը մի հիվանդանոցի նման մի բան, որովհետև հոգեբանորեն արժամակարգով հիվանդացած ազգեր են բնակվել սովետական միությունում։ Եթե ինչ-որ Ուկրաինային կարելի է թերապիայի բաժնի հիվանդի համարել է մեկ ուրիշին մեկ տրավմատոլոգիա, մենք հայերս, մենք Հայաստան պետությունը եւ մտածելակերպը, մենք ռեանիմացիայի բաժնի բաժնի հիվանդներ ենք։ Ես համեմատությունը փոխաբերական իմաստով եմ ասում, որպեսզի պատկերավոր լինի։ Այսինքն պատկերացնենք հիվանդանոցում հրդեհ է, ամեն բաժնի հիվանդներ ինչ-որ ձև մի կերպ իրանք կարող են դուրս անել, բայց Հայաստանը ոչ։ Այն աստիճանի ախտորոշված, ասենք, կամ վատթար վիճակում մեր պսիխիկան, կամքը, մտածելակերպը, հնարավորությունը ինքնակազմակերպվելու, որ մենք ինքնուրույն ի վիճակի չենք դա անելու։ Դրա համար մենք առաջնորդվելով 19-րդ դարի Անգլիայի վարչապետ Գլաքստոնի հայտարարությամբ շարժվում ենք առաջ եւ կապ ենք հաստատում աշխարհի շատ ու շատ երկրների ու գործիչների հետ։ Իրա արտահայտությունը հետեւյալն է. ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը։ Դա Անգլիայի վարչապետի ասածն է։ Եվ մենք փորձում ենք այս ամեն ճշմարտությունը թե հոգևոր մակարդակով, թե գործնական, թե բարոյական մակարդակով հասցնել շատ ու շատ գործիչներին։ Ես ես կասեմ ավելի, մեր ճիկերով հասած այն պրոցեսը, որ Թրամփը իր ծրագրի մեջ ասեց եւ բարձրաձայնեց, որ ես պաշտպանելու եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին։ Դա մեր կազմակերպության լոբինգն է։ Մենք երկար ժամանակ դրա վրա աշխատել ենք եւ հասցրել են իրան բան, եւ այսօր կարծես թե նա արդեն հասկացել է դրա իմաստը։ Եվ հասկացել է այն իմաստը, որ արևմուտքը լինելով կամ մնալով քրիստոնյա չի կարա զարգացում ապրի կամ իր այս զարգացված վիճակը պահպանի, եթե առաջի քրիստոնյա ազգին ինքը չպաշտպանի։ Իրանք հասկացել Պարոն Սարոխանյան, նայեք, հիմա շատ կազմակերպություններ կան, որ նույնպես ասում են մենք, բայց ձեր կազմակերպությունից հիմա ես միայն գիտեմ ձեր անունը։ Այդ մենք կոչվածը պետք է վերջապես պատասխան ունենա, չէ՞։ Պետք է դուք ունենաք այդ կադրերը։ Ունեք։ Շատ ճիշտ եք ասում։ Պրոֆեսիոնալ կադրերի մասին է խոսքը։ Շատ ճիշտ եք ասում։ Ուրեմն նայեք, ես ձեզ ասեմ։ Մեր կազմակերպության անդամների թիվը այսօր մոտ 6000 է։ Բայց քանի մենք որդեգրել ենք այն ճանապարհը, որ մենք աշխատում ենք դրսի ուժերի հետ, ովքեր պետք է փրկեն Հայաստանը, որտեղ մենք տեսնում ենք, որ այսօր հայ հանրությունը ի վիճակի չի իրան փրկելու։ Ուրեմն մեր կազմակերպը համացանցային է եւ աշխարհի շատ մասերում, ասենք, ունենք կողմնակիցներ, ով գրանցում է մեր կազմակերպը նաեւ համացանցային է։ Մենք դա ենք որդեգրել, որ այո, ուրեմն ներսում գործելու համար կան վտանգներ, եթե կտրուկ ես գործում տալանավորում է, բացի դրանից էլ ֆինանսները պետք որ բոլոր մարզերում, մեծ քաղաքներում ունենաս գրասենյակներ, ասես քարոզարշավ, դա էլ չունենք, այսինքն մնում է խոսքը եւ գաղափարը։ Խոսքը եւ գաղափարը բերել են մեզ նրան, որ մենք համացանցում ստեղծել ենք այդ հնարավորությունը։ Պարոն Սարոխանյան, եւ մեր նպատակը բնավին չի, որ հենց մեր կազմակերպությունը գա իշխանություն։ Մեր նպատակը այն է, որ մենք կարողանանք ստեղծել այդ մտածելակերպը մարդկանց մեջ,
որ հետո то մեզանից լավ պատմաբաններ էլ կան, մեզանից լավ իրավաբաններ էլ կան, մեզանից լավ զինվորներ էլ կան։ Կարևորը ճիշտ մտածելակերպը եւ Ուրեմն ձեր կազմակերպությունը դա քարոզի կազմակերպություն։ գեներացնենք ու քիչացնենք գետնի վրա։ Սա է մեր ծրագիրը։ Մենք Եկեք էլ ճիշտ ճանապարհով հասկանանք, ենք։ ձեր ծրագիրը, ձեր կազմակերպությունը ուրեմն ավելի շատ քարոզի կազմակերպություն է, քարոստանող։ Ոչ միայն քարոզ, մենք հստակ կոնկրետ լոբինգով ենք զբաղվում։ Դե քարոզ, լոբին քարոզը չի։ Հա, իհարկե։ Հա, Իհարկե։ Հիմա ցույց տվեք մի կազմակերպություն, որը բացի քարոզից ինչ-որ բան անում։ Չէ, ես ուզում եի ասեի գաղափարը շատ լավ է եւ դա պետքա հիմքը լինի, բայց գաղափարը շատ քիչ է, որտեվ ես էլ կարող եմ ունենամ շատ ուժեղ գաղափարներ, բայց իմ գիտելիքները հերիք չանի, որ ես դա իրագործեմ։ Դրա համար պետք են լավ կադրեր։ Հա, հիմա իմ սիրտը ինչքան էլ մաքուր լինի, կներեք հիմա նախագահներից մեկը մնացական տեր Խաչատրյանցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է լրջագույն պատմաբան, լրջագույն եւ նա գնդապետ է։ Գնդապետը Հայաստանի բանակի գնդապետը եղել է շատ բարձր պաշտոնների եւ այդ մարդուն ուղակի ուտելու է իր ընտանիքով, բանով կանգնել վերա ինքը մի կերպ հատուկ ծրագրով իր ընտանիքը տեղափոխվելու Ամերիկա։ Ես նկատի ունեմ անգամ եթե մենք ունենք Կանադայում մեր ներկայացուցիչը, այո, Իսրայելում ունենք, մենք Արոս ամեն տեղ Արոխանյան, ունենք։ ես նկատի ունեմ անգամ եթե մարդու սիրտը լավ ինձնով է, օրինակը բերեմ, իմ սիրտը մաքուր լինի, ես շատ սիրեմ իմ երկիրը եւ ինձ տանեք հիմա դնեք վարչապետի պաշտոնին, ինչքան էլ ես չուզենամ Հայաստանին վնաս տամ, գիտելիքի պակասի պատճառով, հա, ես վնաս կտամ երկրին, հասկանում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Հենց, ահա, հիմա հենց էտա գաղափարը շատ լավն է, բայց կադրերն է պետք։ Կադրերը։ Գնի կադրերը։ Հա, հիմա չկա։ Կադրերը կլինեն։ Դեռ չկա։ Կադրերը կլինեն։ Ուրեմն չկան, կան։ Ես ես ասեմ, կադրեր կան։ Այսօր փառք ասում շատ երիտասարդներ կան, ու գիտեք ինչ կա։ Հիմնականում կադրը շատ շուտ աճում է երիտասարդ տարիքում։ Ինքը օրինակ տարիքով մարդիկ, այո, փորձը ունեն, բայց իրանց փորձը նաև փորձը ոնց վերցնես, ոնց տաս կաշառք, այսինքն էդ էլ ունեն։ Այսինքն ինքը փորձառու արա 60 տարեկան, 70 տարեկան, 50 տարեկան մարդը։ Բայց երիտասարդները շատ արագ ընկալում են այդ ամեն ինչը, ինչ որ պետությանը պետք է։ Եվ տեսեք, շատ ժամանակ մենք օրինակ մեր ծրագրերում, ասենք մեր մասնավոր խոսակցության մեջ մենք իրար զրուցում ենք եւ ասում ենք օտար երկրա մասնագետներ էլ կա, օրինակ աուդիտների բան, մենք պետք է ներգրավենք։ Մենք պետք է ներգրավենք ՆԱՏՕ-ի բանակի գեներալիտետի սպաներին, ասենք, երբ որ փոփոխություն եղավ, ընդունենք, տեսականորեն ընդունենք, մյուս տարի մենք հաղթում ենք, գալիս ենք իշխանության, անպայման մենք չենք կարա թողենք այդ կաշառակել գեներալիտետին, այ ոնց որ եկեղեցիում այդ վիճակը, չէ՞ կարծես թե ֆորս մաժորային իրավիճակը, ինչ անեն արա, սրբազաններին հանել, այո, ով ԿԳԲ-ի գործակալը հանել։ Դուք կողմ եք ձերբակալությանը Գարեգինի։ Հա? Դուք կողմ եք ձերբակալությանը։ Որ ձերբակալ են։ Միայն Գարեգինին ոչ։ Միայն Գարեգինին ոչ։ Բայց ոչ։ Պետք է ձերբակալվի ամբողջ ցանցը։ Միայն Գարեգինին ձերբակալելով։ Դե հիմա տեսեք Արշակին ձերբակալել են։ Աջապանյանին ձերբակալել են։ Դա էլ է սխալ։ Դա էլ է սխալ։ Բա հիմա ո՞նց ձերբակալել են։ Ինքը ձերբակալում է մեկին մի բանի համար, որ ասել է մեր ձևով կանեն։ Այն մեկին ձերբակալում է, որ ինքը ասել է, եթե մենք ոտով Երևանը սենց անենք։ Այն մեկին ձերբակալում է, որովհետև կնիկ երեխա։ Չէ, եկեք ճիշտ հասկանանք, որտեղ երբ որ կոչվում է օրինակի համար մեր ձևով կանենք, ընդ է ձևակերպում ուրիշ ձև էր դրած։ Եթե քաղաքական միջոցները չաշխատեն, մեր ձևով դա արդեն սպառնալիք է գնում։ Եթե այսինքն քաղաքականը բացառվում է, ուրեմն մենք մեր ձևով կանենք։ Ես ուզում եմ որ ճիշտ մեկնաբանվի այդ ամեն ինչը, սա ի պաշտպանություն չի Նիկոլ Փաշինյանին, սա ի պաշտպանություն է իմ երկրին, հա, որտեվ սա իրականությունն է, ինչը որ ես ասում եմ։ Շատ ճիշտ է ասում։ Հիմա նայեք, այս տարբերակը որ ասում ենք Գարեգինի ես համենայն դեպս շատ մեծ դարտ չեմ անի, ասեմ դե լավ, այս սենց արես դե լավ արեց։ Հիմա սենց օրինակ, չէ՞։ Բայց սա կիսատ պրատությունը Նիկոլ Փաշինյան ինչից է դրդված նայր, որպեսզի նա հնարավորություն է տալի դիմացնին պաշտպանվելու։
Այսինքն եթե արմատապես ճիշտ այդ հնարավորություն տալով նա բախում առաջացնում։ Սա դիտավորյալ ծրագիրը հենց սրա մեջ է։ Հիմա տեսեք, երբ որ եկավ Նիկոլ Փաշինյանը իշխանության, իրան ասվեց, դուր քաղաքական գնահատական նախկին իշխանությունն են չտվեց։ Փոխել սահմանադրությունը, չփոխեց։ Այսինքն այն ինչի համար մարդիկ հեղափոխություն են անում, հեղափոխության էության մեջ ոչ մի բան չարեց։ Համաձայն եմ։ Լուստրացիան չհասկացրեց։ Ուրեմն պետք է անցկացվի լուստրացիա եւ բոլոր գործակալներին։ Հիմա տեսեք, երբ որ ասենք այդ սրբազանին Էմիուս Գարեգինին, նույն Գարեգին, այսինքն եթե դնել ցանկով ու մեղադրանքը տան, այլ պետության ծառայելու պատճառով համարում ենք ազգի դավաճանության, պետության դավաճանության հոդվածով ով կարա ասի չէ իրանք դավաճան չեն, ով կարա իսկ հիմա ընդդիմության բոլոր ներկայացուցիչները դաշնակցության գերմեծամասնությունը այդ դաշինք-մաշինքները sense իրար միացած, որոնք որ ներկայացնում են ռուսական շահերը, իրանց այդ հերոստանգերություններով, լրատվական միջոցներով ասելու են չէ։ Ես հիմիկվանից ձեզ գառանտիա եմ տալի։ Ես հիմիկվանից ասում եմ, միայն դրա համար եմ ասում, միայն եկեղեցում կպնելը դա նշանակում է քաղցկեղի մի մասը անջատել։ Իրանց էլ հետապետ բան անել։ Բայց ինչ եմ ասում լուստրացիա, ես չեմ ասում եկեղեցի լուստրացիա անել, երկիրը բոլոր նրանք ով ծառայել են, ով ծառայում են ռուսական կայսրությանը, կամ օտար երկրի կապ չունի, մեկն էլ ինչ-որ Պողոսին է ծառայում, Անգլիային կամ եսիմում։ Բոլորին դատել եւ բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր աջակցել են այս հայակորցան ծրագիրը, ասենք լուսաբանելու, դրանք են մեղավոր։ Ես տեսնում եմ ինչքան երիտասարդ լրագրողներ կան, այն միկրոֆոնները ձեռքերին, դե որ մի քանի անգամ կրկնում են այդ թեզերը, նարատիվները, չէ՞։ Անգիրարացնում բանը ասում են, բան ոգևորված արա այ աղջիկ ջան, այ քո ցավը տանեմ երկիր եք կորցնում։ Հասկանում ենք որ անգամ տհաճա դիտելը։ Պատկել է քո աշխատավարձը, քո համար լավ է։ Երեխա ես մեծ ասում ես լավ էր էլի 400,000 է ստանում, հիմա 800,000 եմ ստանում, շատ լավ է։ Բայց իրաց մոտ հարց չի առաջանում այդ երեխեն, որ մեծացավ որ երկրում ապրելու ինչ կարգավիճակով։ Չէ, ինքը ասում է դրա մարդիկ կան մտածում են, ինքը իր շեֆին ա լսում։ Հիմա մենք անձնական զրույցում, հա, մենք փոքրիկ անձնական զրույց ունեցանք, դուք ասեցիք, որ զբաղված եք պայքարով, քանի որ հենց պայքարում եք այդ ռուսական ուժերի դեմ, հա, կարող ճակերտները բացեք, թե սա այն էր ինչը որ դուք նոր ասում էիք։ Համարյա այդ բացառությամբ մի քանի տարբերակի հիմա չգնենք այն մեր ձևովի հանգարց հոդվածի տակ ու շատ բան չասենք։ Ավելացնելու բանը ուրեմն էս հարցով չի։ Համենայն դեպս հարգելի լենդրուժ, մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, որովհետև մենք գիտակցում ենք ինչ երկրում ենք ապրում եւ հնարավորություն տալու դեպքում թեկուզ մի կասկած է անշուշտ անպայման կգան հետեւություն, բայց մենք ես պարզ ասում եմ, մենք աշխատում ենք օտար երկրա իշխանություններին դեպի հայանպաստ գործունեություն ծավալելու։ Բայց ես ուզում եի հասկանալ այդ ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերը հարձակում էին գործում ձեր կազմակերպության դեմ։ Լավ է։ Այո։ Անհատների, օրինակ մեր կազմակերպության աջակից դուք շատ լավ եք ճանաչում, կարծեմ իրանց էլ մի երկու անգամ հարցազրույց եք վերցրել։ Խաչատուր Եփրեմյանը։ Ահա։ Բայց իր խնդիրը ուրիշ է։ Չէ։ Չնայած գիտեք ինչ կա վաղը ինձ կարող է կպնել փողոցը ճիշտ տեղում չանցնելու համար։ Բայց հիմքում դրված է մեր գործունեությունը, իրանք չեն ասելու, այսպես գործունեություն ծավալելու համար։ Հայաստանը սիրելու եւ Հայաստանը ազատագրելու համար մենք քեզ դատում ենք, այդպես բան չկա։ Ամեն մեկին գտնում են ինչ-որ մի պատճառ։ Եվ այն, եթե խորանում ես իր խնդրին, տեսնում ես, որ իր խնդիրն այնպես խնդիր չէ, որ դրա համար պետք է այդ մարդուն Դե ինքը մաքուր եկեղեցու համար էր պայքարում, որն էլ որ խնդրեմ։ Ես էլ մաքուր պետության համար եմ պայքարում։
Շատ լավ, շատ Ինչ լավ։ ինչ եմ ասում։ Իսկ դուք ոնց եք վերաբերվում վերջի իրադարձություններին, հա, քանի որ մեր անցյալ եթերից հետո բավականին հարցեր են եղել, հա, օրինակ Ադրբեջանից ճանապարհ բացվեց, ցորեն եկավ, հիմա խոսք է այդում, որ կարող է 6 ամսվա ընթացքում Թուրքիայի սահմանը բացվի։ Դուք ինչպես եք վերաբերվում, հա, սահմանների բացմանը կամ տրանզիտ ճանապարհների Լավ, բացմանը։ շատ վատ։ Շատ Ես վատ։ եմ կարում եմ sense մի թող ամեն մեկը որ ասում դե լավ է ճամփեքը կբացեն հաց կուտենք, թող պատկերացրի sense մի հատ դրված, ճիշտ է, կարող է շատ դաժան օրինակ են բերում կամ մարդիկ կարող է որոշ մարդիկ պատկերացումից որ հերո լինեն կարող է վիրավորվել են անգամ, բայց պատկերացրեք sense մի բան, դու տունը ունես մի զոհ, որը մահացել է, կոնկրետ ինչ-որ մարդու պատճառով, կոնկրետ, ես տեսեք, ես անգամ չեմ էլ ասում, որ դիտավորյալ դանակը կողը փորը սպանել է։ Վտարա տեղի ունեցել, մի հատ Պորշի լագոտ, պրոստ ասեք արագության վրա իրան նիվեր ճռռացնելով գնաց է մարդակցը տակը, փախե գնացել է։ Դիակը տունը դրած կամ նոր էս թաղե, մարդիկ ասում են, այ ախպեր, ենա այդ մարդասպանը, որ այդպես ուռած, խմած, ռոլի նստած է, հաց ա բերեք ես, կընդունես։ Բայց ես հասկանում եմ լոգիկան, բայց երկրների դեպքում դա մի քիչ ուրիշ է, էլի, վերջով Նույնն է։ Իմ պապերը Համի պետք է ֆրանսիացի գերմանացուս բան չառնեն։ Լսեք, ուրեմն այդ գերմանացին աղերսել է։ Գերմանացին եկե Փարիզը գրավել է, սաղին ինչ ասես արել է։ Լսեք, այդ մարդիկ փոխվել են, այդ մարդիկ ծնգաչոք իրանց ներողությունը խնդրել են եւ տարիների ընթացքում ապացուցել են, որ իրանք փոխվել են։ Իրանք եւս դատապարտել են։ Այլա թող նույն Ստամբուլում, նույն Բաքվում Պարոն Սարոխանյան, մեկ վարքյան, իրանք փոխվել են, թե իրանք ասեն, այո, մենք կատարել ենք էսա։ Այո, եկեք մի հատ ճիշտը հասկանանք։ Մենք էլ արդեն փոխված ենք։ Բայց հիմա Պարոն Սարոխանյան, հիմա Գերմանիան պարտվել է, հա, իրանք ստիպել են փոխվել։ Թուրքը չի պարտվել։ Եթե Թուրքին մենք հաղթենք, հա, մենք գնանք մտնենք Բաքուն էլ կիսենք երկու մասի, մի հատ էլ մեջտեղը պատճառենք, կեսը սարքենք մերը, կեսը չգիտեմ, պարսիկները օրինակի համար, հա իրանք էլ կարող է բան անեն, ասեն հա մենք պարսկական ազգ ենք, հայերից են ներողություն ենք խնդրում։ Այդ ամեն ինչը գերմանացու գլխին եկել է, այդ ինչի՞ չեք հաշվում։ Շատ ճիշտ եք ասում։ Նույն ձևի այդ օրինակը ոնց որ դուք բերեք Թուրքիայի վրա, ես կասեմ Ռուսաստանն էլ չի պարտվել է, հələ։ Ռուսաստանը գերմանացուն նման ասում։ Ես նկատի ունեմ նա ստիպված է եղել ընդունել իր սխալը։ Եթե Հիտլերը հաղթեր, այս անգամ հերոսը կլեր Հիտլերը, Ստալինն էլ ասենք կլեր Նզովյանը։ Բայց իմ ասածը այն էր, որ նրանց ստիպել են այդ ձեր ասած քայլերը, ներողությունը, չոքելը, ընդունելը, մտում սխալը։ Հա, սես բան էլի է եղել, կարող է վաղը մյուսօր Գերմանիան ուժեղանա, ասիլ էդի սախ անցած էտապ է։ Էլի գալիս է դուք խոսում եք, գիտեք ինչ կա, այն մարդկության շրջապատույթի մասին, որը քանի 100 տարի մեկ պատտվում, այո, դա այդ վտանգները կա։ Բայց լավ, դե քանի որ նորից պետքա տենց էլի, հələ չեն ընդունել, հիմիկ բանից, դե Նիկոլը ճիշտ ասում էլի։ Դե լավ ասում, թուրքերը արդեն լավն են, ախպերներ։ Ոչ, ախպեր չեն։ Թեկուզ ձևական, այմար թող իրանք, սենց ասեմ, ձևական անեն, բայց անեն, ու մենք էլ միևնույնն է, ախպերություն անելուց են ճակերտներում, ախպերություն անելուց զգուշավոր միշտ պատրաստ լինենք, որ կարող է մի օր նորից անեն, բայց այսօր անեն այդ ներողությունը, այսօր փոխհատուցեն, այսօր հետ տան մեր փոխը։ Երբ որ մեր երկիրը պարտվում է, ոչ մեկ չի իրան ոչի բան փոխհատուցի, փոխհատուցում են ուժեղին։ Հաղթողին են փոխհատուցում։ Ինչու տարան պարտության մեր ժողովրդին։ Ով տարա։ Ինչու տարան ես KGB-ի գործակալները, որովհետև 1915 թվականի ցեղասպանությունը ծրագրավորվել է Ռուսաստանում, Կրեմլում, եւ այդ նույն Էնվերը եղել է Ռուսաստանի գործակալի կարգավիճակում։ Իսկ դաշնակցությունը ոնց է ստեղծվել։ Նույն ձևի էլի։ Կարող է ի սկզբանե, ասենք, դաշնակցությունը ստեղծվել է նորմալ մտադրություններով,
Ես ուզում եմ իջեցնեմ, որ եթե չեմ սխալվում, իրանք ստեղծվել են սոցիալիստական հենքի վրա դրված Վրաստանում։ Ճիշտ է։ Հա, սոցիալիստական հենքի վրա դրված, ասենք, բարի նպատակներով է ստեղծվել, բայց մինչև օրս ես իշխան տնեմ եմ դաշնակների ցանկացած գործողություն ռուսանպաստ է։ Ռուսական գործակալ Գարեգին Բեին Մարսելում դիմավորել են KGB-ի գործակալական ցանցի ակտիվ մասնակիցներ դաշնակները։ Հիմա Գարեգինը վերադարձավ եւ միջև վերադառնալը նորություններ տարածվեց, որ Գարեգինին ձերբակալելու են։ Սա ինչ էր, փորձում էին ստուգեին ժողովրդի պուլսը, այն որ ասում մատը դրել էին ժողովրդի։ Ինչ պետք է անի։ Ինչ ժողովուրդ։ Արա ինչ օին ասես բերեցին ժողովուրդը ինչ արեց։ Կարեք նա բան ցույց տակ որ ժողովուրդը կայնավ ու արեց։ Մենակ հանկարծ չասեք Նիկոլ Փաշինյանի 18 թվի ժողովրդին բերին։ KGB-ի վրա աշխատող ասենք պրոռուսական Վովա Գասպարյանը, իրանց ամբողջ ոստիկանական ցանցը աղբեջան, քաղաքացիական հակուստ հացրեց ու գրգեց փողոցները։ Որ կտրուկ ասենք դեմի մի շաբաթ է որ մարդ չէր հավաքվում փողոցներում։ Այդ մարդկանց գրգեցին։ Հորալիկ բարձրացավ։ Միայն Երևանում 18000 Բայց մի րոպե, կներեք, մենք Սփյուռքում էլ էինք հավաքվել եւ ցանկանում էինք, որ այդ փոփոխությունները լինի։ Ես անձամբ մասնակցել եմ, ես չեմ էլ փոշման է։ Մարդիկ նայած էին հավաքվում, բայց հավաքվելը մեկ չէր որ, գիտես, դուք հիմա Սփյուռքում հավաքվելը մի բան, դու վտանգ չունես որ քեզ մահակով կխփեն ու կուղարկեն դու կամ բերման կենթարկեն։ Բայց Հայաստանում կար այդ վտանգը։ Դրա համար սկզբից մարդ չէր հավաքում, միայն այն ամենաակտիվ մասան էր հավաքում, 3-ից 4000 մարդ միշտ ինչքան հավաքում է, այդ ակտիվներն են, դրանք էլ կոնտրոլի տակ նայում են, վտանգ չկա, թողում են քայլը երթը անում, այսինքն տնել։ Դե ուրեմն ձեր կազմակերպությունն էլ հաջողություն չի կարա ունենա, պարոն Սարոքանյան։ Եթե դուք չեք հավատում ժողովրդի ներուժին, ձեր կազմակերպությունն էլ չի կարա ունենա հաջողություն ուրեմն։ Ով ասում։ Դուք եք ասում, ասում եք ուր է ժողովուրդը ասում։ Դուք ասում եք ներուժին չեք հավատում, ով ասում ես չեմ հավատում։ Մարդկանց կերտ արժի համակարգի մեջ են գցել, դրա համար ժողովուրդը չի բարձրանում ոտի։ Ինչին հավատաս։ Եկեք ծորը նստենք դուզը խոսանք։ Պատերազմը եղավ Արցախյան պատերազմը։ Մեր ազգի մի տոկոսն է կռիվ տվել։ 3-ից 4 միլիոն Հայաստանի բնակչությունից ընդամենը մաքսիմալ թվերն եմ ասում 30-ից 40 հազար մարդ է պատերազմի մաս։ Որտեվ մենք սիրում ենք բաժակ բարձրացնել։ Ես որ գալիս է Երևան, մենք էտո շորով եկել, արած որ տենում էի, ասենք են կաֆեներում խախախիխիները, աղջիկներով, տղաներով, այդ իրանց արած կենասները, մոդայիկ հագնված փորերը ցցած, այն բեկլիները կայնած փողոցում ես ուզում եի տայից ցախեից ոնց։ Ապեները կայան ներուժը։ Հարգելիս, բայց շատ մարդիկ կարող ասեն, հիմա որ ասենք շողոքորտը, Վանժոն ջան, դուք այնքան լավն եք, դուք այնքան բան, դու ինձ պետք ես դրա համար ասում եմ, իմ նպատակը այն չի որ ինձ հենց ձայն տան, ես էլ էտան իշխանության։ Եթե կկազմակերպեն եւ կտան, այո, կգնամ, բայց ես տեսնում եմ որ դա ճանապարհը չի, ավելի լավ է քննադատես։ Դու քո երեխուն չես ասում, գիտես ինչ կա, լավ ես արի, բալ ես, ուռել ես, հա, լավ, ցավդ տանը, թանկ էր, հա, դե լավ, ոչինչ պարկե, հեսա մածուն բերեմ վրից խմի։ Այսինքն դու չես ասում, չէ, դու տալիքիդ բերանը ջարդում ես, ասում ես սենց է։ Հիմա սա իմ ժողովուրդն է, իմ հայրն են, իմ մայրն են, իմ երեխեն են։ Հիմա սրանց ինչ անես, արա։ Իրականությունը չասես, որ իմպոտենտ եք դառը, իմպոտենտ, շեֆ եք մանգալի, որ կզեք տակ արա։ Հետևից կարող է խոսակ, հաղապետ լինի, նախարար լինի, ով գալիս է դեմներեց, արա տենում ես սա ժպտում են, արա ձետ 7-ի նման ծալված մոտենում են, ժպիտներ ներեցին, արասում դու մարդ եք դու։ Հիմա ով է ես, հիմա չասես դրա մասին, հիմա կարող է ինձ էլ ազգի դավաճան հանեն։ Մենակ լավ բաներ։ Դե հիմա տենց է ստացվում, ես էլ շատ բաների մասին բարձրաձայնում եմ, շատ մարդիկ ինչ չեն սիրում։ Մեջից պետք է այդ մի տոկոսը նորից ծլի ու այդ թերությունների ուղման ճանապարհով մեր հետ գա, ուրեմն բարի գալուստ։ Ես պատրաստ չեմ, ասենք ինչ որ մի հատ
Ոչ ու փուչ, իրանից ոչ մի բան չներկայացնող, հիմար Նիկոլ Գոռացողի մարդատեր դնեն։ Եմ ոչ ու փուչ, եսի ինչ որ ցես կանած սեմուշկայա չտում ասում դա Ռոբերտին բերենք լավա, որտեվ իրա որոք լավա լապ է։ Ես դրանց ոնց մարդատեր դնեմ, իմ երկիրը կորում է, այսօր իմ երկիրը վտանգի առաջ է, ոչինչ ասում են, հələ երկիրը լավ ջանդամ ազգս, որովհետև ժամանակին ասենք եղել են, որ ասենք մի երկիրը կլանվել է մեկ ուրիշով, բայց բնակչությունը ապրել է, բայց այսօր ազգս է վտանգի առաջ, էկզիստենցիալ հարցի առաջ եմ կայնած, ես պետք է մտածեմ, թող ինչ կասի, հələ ավելին, հենց այդ վտանգը ավելի ռեալացավ, դու հələ տես այդ անտարբերներին, ոնց են քիթ ու բերուտները ջարդելու, թքելու են վրիքները, որտեղ իրանց պատճառով այս է եղել, իրանց պատճառով, ու ամենամեծ պատճառը հենց իրանք են, ոչ KGB-ն, ոչ KGB-ի գործակալ, ոչ ուփուշ տականք, Ռոբերտ Սերժ, Նիկոլ Լևոն, ոչ էլ դրանք, այլ հենց անտարբերները, որտեղ իրանք են աճացրել, այսօր ռուս ազգը մեղավոր չի, որ Պուտին են աճացրել, բա երկը իրանք են, չեն ասում, դրես պուպուշիկ ռուս ազգը արեսին չի եղավ, Պուտինն եկավ նստած եսիմ տիեզերքից, ոչ դուք եք աճացրել, նույնն էլ մենք, մինչև այդ գնահատականը չտաք, մինչև իրոք եկեղեցական չլես, մինչև չաղերցես, չտաց այդ 7 վերքին, մի հատ էլ քո սեփական 8-րդ վերքը ավելացնես եկեղեցիում, ծնգաչոք ասես Իսուս Քրիստոս ների, ես ինչ հիմարություն եմ արել, 5000 դրամ են վերցրել ժամանակին, հիմա գիտելիքների սուկուրության պատճառով այսօր Նիկոլի հետևից եմ գնում, ես չէ որ չեմ հասկանում, ինչու են փրփուրը բերանս սենց պաշտպանում անիմաստ մարդկանց, մի հատ էլ հատ լսեմ, էթամ բլոտի ու նարդու չտամ սերես, արա, մի հատ էլ փորփրեմ տենամ էլ ինչ մարդիկ կան, ինչ են խոսում, ինչա պետք անել, եթե չես անում, եթե ինչի պիտի փրկվես է դու, կարաս ինձ ասես, ինչի պետք է այդ ոչ ու ոչ, բլոտի սիրահար և բեսեդքում պիվա խմող, ես չեմ ուզում շատ գնահատակատամ, փրկվի, որ ինչ, ինչի համար, ասեք այս բանի համար, դրա համար, չկա այդ բանը, վարի են է տալու, կործանվելու են մինչև վերջի մարդը, եթե հələ այսօր հələ կա այդ շանսը, ինչ անում Նիկոլը քո պաշտպանության համար, դու վստահ ես, որ թուրքը չի գալու էլի, հա, Թուրքը գալու է, Բա այդ եմ ասում, ես այդ մարդկանց եմ հարցը տալու, որ Նիկոլ եք գոռում, ասա, այ նայի լավագույն զենքը բերել է հենց թուրքը եկավ ախպեր Բաքուն վարի այդում, ոչ են անում, ես 3-4 տարի է խոսում եմ քաղաքապաշտպանության մասին, այդ դուք խոսացիք ռեալ գործողություններից, քարոզ, չէ, տեսեք քարոզ, այդ բաները շատ առաջ բերեցինք, ինչա պետք անել, ապաստարանել, ասում են, լսեք, ասենք, ռմբակոծում են, լավ, հյուսիսից է, հարավից է, թե արևմուտք կապ չէ, ռմբակոծում են Երևանը, Գյումրին, Վանաձորը, Իջևանը կապանում, ուր է տալու ժողովուրդը, այսինքն ով ժամանակին թալանել է, բայց եկեք ես ձեզի հարց տամ, քանի որ դուք պատերազմին մասնակցել եք, հա, եթե մենք դիրքեր չունենք, որ զինվորը դիրքերում դիրքավորվի, ժողովուրդ ուր պետք է եթա։ Ապաստարանի մասին խոսք լինել չի կարող, երբ որ մեր դիրքերը դու մի հատ ուշակ տեսեք, ապաստանի մասին ասում ես չի կարող, ուրեմն դիրքերը մի բանա, դիրքեր ունեն, բանակը ունի իր գործառույթները, բանակը որ ասեմ միավորը, բատալյոնը, բանակը, էսայինը, դիվիզիայը, իրար գործառույթները, ինքը կարող է դիմադրել, մի օր, մի շաբաթ, 10 օր, մի ամիս, լավ ճեղքեցին, ցանկացած տրամաբանություն ասում է, որ այսօր Հայաստանը 3 միլիոնանոց ասենք բնակչությամբ, իր տնտեսության զարգացմամբ չի կարա դիմակայել Թուրքիայի նման պետությանը, անգամ Ադրբեջան չի կարա, այդ ճեղելու են, բանակ իր գործառույթն ավարտեց, ճեղեցին պաշտպանություն անցան ներս, ուրեմն կա նաև քաղաքապաշտպանություն, որի մասին մենք ես շատ եմ խոսացել, շատ, հələ մենք խոսացել ենք հələ ազ բանակի մասին, յուրաքանչյուր թաղամաս ինքը պետք է իմանա, այսինքն մարդկանց կամաց պետք է դաստիարակեի, ասենք ընդունենք, առավոտը զարթնում ես, տենում ես Երևանի փողոցներում այսպես շարասյուն է գնում,
բետերներով, մի հատ էլ հայեր են, մաքուր հայեր են, բարձրախոսով ասում, ու թևերին էլ թև կապա, կիսալուսինը ասլո խփած։ Այսպես քայլում են ու բարձրախոսը խոսում է, հարգելի Երևանի բնակիչներ, մենք եկել ենք ազատագրել ձեզ, ինչ-որ բաներ է խոսում, քո արելիքն ինչ է, դու շո բռնազավթված ես, պայքարելու ես դրա դեմ, թե չէ։ Ոնց է ջոկատները ձևավորում։ Ստեփանակերտում պայքարեցին։ Մի բանա ջոկատը Պարոն Սարուխանյան, Ստեփանակերտում պայքարեցին։ Հա? Չէ, Ստեփանակերտում չպետք է պայքարեին, որտեղ մարդիկ անտեղյակ են ինչա կատարվում, որտեղ մարդիկ չեն 44 օր պատերազմ էր եթում, անտեղյակ էին ինչ էր կատարվում։ 40, այո։ Ինքը չգիտեր քաղաքապաշտպանությունը ոնց կազմակերպի։ Հա դե ուտուց իմանան, եթե մենք ասում եմ դիրքեր չունենք։ Այս գյուղերում զենք չեն տալու։ Իմ ասածը սկզբնա դու ասում ես դիրքերից հասկացան։ Հարգելիս, ես նկատի ունեմ մի բան, կներես էլի։ Հազար ներողություն։ Հազար ներողություն։ Ես իջնում եմ գյուղ։ Հազար ներողություն։ Իմ ասածը նա է, երբ որ դիրքերում դրած է կանսերվի բան կա, այսինքն մեր մտավոր հնարավորությունը էդ է։ Հասկացանք, ցավը տանեմ։ Պետք է ընդունել սա, այս ցավը փաստը պետք է ընդունել։ Խոսում այսօրվա դրությամբ, ես չեմ խոսում այսօրվա դրությամբ, կների մասին։ Դրա մասում բանակը ունի իր գործառույթները, որը շատ վատ է կազմակերպված։ Այո, պետք է բարձր մակարդակով լինել, այո, ԱԹՍՊ ունենային լավագույն աշխարհում, այո, պետք է ունեն, դա ուրիշ հարց է։ Ես ասում եմ, ճեղել են, մտել են արդեն տարած։ Մարդիկ չգիտեն ինչ անեն, դուք հասկանում եք։ Չգիտեն։ Ես մտել եմ գյուղ, առաջացող։ Մարդիկ ասում են, Սարուխանյանն ասում, ես ինչի զենք չեն բաժանում։ Ճիշտ են ասում։ Քաղաքացին չէր, գյուղացին չէր դուրս գա, եթե զենք ունենար։ Այդ մարդկանց ընդամենը եկել են ասում, փասապուսեկը թավքը մի օր ունես, ինչ ունես, թավքի դավայ գնա։ Այսինքն էլի KGB-ի գործակալները, ովքեր որոշել էին կուլարներ հետևով որ պետք է հանձնեն, մարդկանց անիմացության մեջ պահել են, վախի մեջ պահել են, վերջում էլ ճամփեն բացել են, ասեն դավայ գնացեք, ինչ ան այդ մարդը։ Հիմա նույն ձևի ես ասում եմ, ինչ անեն Իջևանի բնակիչ է։ Ուրան Նիկոլա գոռում են նրանք։ Վաղը մտան ինչ պետք է անի։ Լավ, հասկացա։ Հիմա որ դուք ասում եք ուրա հասկացել եք տարածքներում ովա բուժքույր, ովա բժիշկ, ովա հրամանատար, ովա օֆիցեր, ուչենի անցկացրել ես, ապաստարանները բան արել ես, որ ասեն գոնե քիչ զոհեր տաս առաջին ռմբակում։ Պարոն Սարուխանյան, ես եւ մեր ժողովուրդը աշխատապով աջակցում են ռուսական կայսրությանը, աջակցում են ուղղակի, աջակցում են Հայաստանը վերացնելու։ Ու քայլ առ քայլ անում են։ Իսկ այն քայլերը, որը ես կամ մեր կազմակերպությունը առաջարկում են, այսինքն դա ինչ որտեղ, ես չեմ ասում փրկություն է, գոնե այս վիճակով, բայց գոնե մինիմալացնում է, այսինքն զոհերը, կախվածություն մինիմալացնում չեն անում։ Իսկ մինիմալացնելը ինչ է նշանակում, կարող է մարդասիրել, ոչ թե կարող է մենք համոզված ենք, ժամանակի ընթացքում կգան կհասնեն ինչ որ ձևով կայնացնեն։ Պարոն Սարուխանյան, Ադրբեջանը չի մտնում Հայաստան, չի մտնում, դա միայն արևմուտքի շնորհիվ է։ Իհարկե, կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դրա մեջ կասկած չկա։ Պարոն Սարուխանյան, մենք հասկացանք, ես կարծում եմ ժողովուրդն էլ հասկացավ, մի բան ուզում եմ տենց արագի մեջ ավելացնեմ, այն որ ես ասում եի դիրքերը սենց հանենց է, ես նկատի ունեմ այնտեղ որ պետք է լավ կազմակերպված լինի, լավ կազմակերպված չի, ներսը չի կարա լավ կազմակերպված լինի, բայց հիմա այդ թեման Եթե ներսը չես մաքրել, եկեղեցին չես մաքրում, արա։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնել ուրիշ հարց։ Դուք ասում եք տվյալ մարդը գոռում է Նիկոլ։ Հիմա ընտրություններ ա գալի 26 թվականի։ Կա գոնե մեկ արժանապատիվ տեխնացու կամ դաշին կամ կուսակցություն, խնդրեմ, որ մասնակցելու է։ Խնդրեմ։ Մի այդ քաղաքացի որ Նիկոլ չի ասում, ով է ինչ ասել։ Բացի ՔՊ-ից ու ՔՊ-ի հակառակորդ, այսինքն էլի KGB-ի գործակալներն ցելը ոչ մեկ ռեալ հայտ չի ներկայացրել։ Այսինքն ընտրություն չկա։ Կլոր սեղաններ են կազմակերպում, ես են անում են անում, ես չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում ասում գիտես ինչ կա։ Եթե ես մասնակցեմ մեր կազմակերպությունը այնուամենայնիվ որոշի
Վերջին պահին ասենք ֆինանսավորում ճարենք, այս անենք, այն անենք, ու որոշի ընտրություններին մասնակցել, իհարկե մենակ մեր ծրագիրն է ի վիճակի այս վիճակից Հայաստանը հանելու։ Միայն մեր կազմակերպությունն է։ Եթե դու չես պայքարում ռուսական կայսրության դեմ, մնացած ցանկացած ուղղություն պայքարը դա իջիքս է, այսինքն իմաստ չունի։ Չի կարելի պայքարել Արցախը միացնելու կամ Ղարաբաղը կամ հայ մարդը այսօր, հա, ոնց կա, հենց այս պահին ոնց կա, որ ընտրության օրը գա, ինքը չունի ոչ մեկին ընտրելու։ Չունի ընտրություն։ Ես եմ։ Կամ չէ, նենցա որ բայց դու կազմակերպության թիվ 1 տեխնացուն ես եմ։ Բայց դու կուսակցություն չունեք, պարոն Սարոխանյան։ Մասնակցել թե չէ։ Եթե պետք է տեսնենք, որ ուղղակի ընդամենը եթե սենց ասենք քարոզ արշավ անցկացնելու նպատակով ու հələ հայ մարդը ոչ մի ձևի չի փոխվել։ Իմացել չունի։ Բայց եթե մենք զգանք, որ չէ, ինչ-որ փոփոխություն կա, օրինակ ես այս վերջերս նկատել եմ, փողոցում ինձ մոտենում են, շատ են խոսում, շատ են հարցնում, շատ են բանում, ասում այ ձեր կյանքի մեռնեմ, դա ինձանից չպիտի բխի։ Ոչ էլ իմ նման ինչ-որ որեցել մեկից։ Եթե ես մեր նմանները, այսինքն հələ ու պիտի ուսումնասիրես այդ մարդը անցյալ ճանապարհը։ Ինչ-որ մի իշխանությունների հետ սերտաճած եղել է, թե չէ, թալանի մեջ մասնակցել է, թե չէ։ Այսինքն սա պետք է ուսումնասիրել։ 3, 4, 5, 10 հոգի կտար միացան, ետ նայ, հələ նախ դու դրանց գտնես։ Հələ դրանք պիտի միանան, հələ հետո այդ միասնությունը պետք է կարողանաս մարդկանց ականջներին ու աչքերին հասցնես, հələ մեկ դա ինչ ակա, բայց չես կարա, որտեղ ոչ ֆինանսնում ես։ Ոչ այդ մարդկանց տենում ես, դու չես տենում, ժողովուրդը ո՞տ ստենա։ Այսինքն դու գտնես, միավորվես, ֆինանս ունենաս, հետո նոր ժողովրդին հասցնես, լնայի։ Այդ ո՞նց են սենց սունկի նման ինչ-որ պստիկ ուսակցություններ հայտնվում, այդ փողերը ուր են ճարում։ Կամ շատ ամբիցիոզ անձնավորություններ են, շատ, արա բալեստ են, պապան թեկնացու է, կամ այդ տարբերակն է, կամ էլ սնկի նման աճեցնում են, ֆինանսը իրանց կտան, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը կարող է 6-7-10 կազմակերպության 10 սնկի նման աճեցրի։ Հա, տերնեկա ժամանակը մեզ էլ հայոյի է, ինչի ման, որ իրաց որ հայոյի են, Նիկոլից էլ բեզայել են, արա գոնե տանք սրանց են տանք, այսինքն կես տոկոս էլ փախցնի Նիկոլի դաշտից Ռոբերտի ման լավ է։ Պարոն Սարոխանյան, մեր հաղորդումը արդեն մոտարապես մոտենում է 1 ժամի, Խնդրեմ ձեր վերջի կոչը կամ վերջի խոսքը մեր ժողովրդին։ Բնջան ես որոշ ժամանակից սկսեցի հետևել նախ ձեր հաղորդումները։ Իմ դուրը գալիս է ձեր դիրքորոշումը առհասարակ Հայաստանի փրկության ճանապարհը, դա շատ մոտիկ է մեր կազմակերպության, այսինքն հիմնական դրույթներին, որ այո, Ռուսաստանը թշնամի է, ես այն։ Բայց Առաջի թշնամին ինքներս մենք ինքներս ենք։ Մեր անտարբերությունը, հիմա տեսեք, մի հատ լավ sense բան են գցել, դա էլ է KGB-ի գործակալական ցանցի նարատիվ, գցել են մարդկանց բերանը։ Ասում են, արա ախպեր, ես կարգին տղա եմ։ Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, որովհետև քաղաքականությունը դա պոռնկություն է, հրնեն։ Այդ անասուն է, որ տենց ասում է, ես պարզ ասում եմ անասուն է այդ մարդը։ Ինք ասում է, գիտես ինչ ասում ինքը։ Ինք ասում է, ախպեր, քանի որ կուսակցությունները պոռնիկներ են, ես չեմ մասնակցի, բայց ինքը այդ պոռնիկներին թողել է, ասում է իմ երեխու ապագան թող պոռնիկները որոշեն։ Լոգիկա հոտ է։ Այսինքն դու այդ տղա, եթե դրանք են պոռնիկ, դա չի նշանակում բոլորն են պոռնիկ։ Այսինքն կան մարդիկ, որ մաքուր են, եթե դու մաքուր ես, արի աջակցի, դու դառի, արա, չենք ասում մեզ արա, դու դառի, արի միանանք, որ պոռնիկները մեր երեխեքի ապագան չլուծեն, որ իմ ասած նա դա լավ տաղության, նայեք ինչ աստիճանի ցած է հələ, զրոյական վիճակից բացատրական աշխատանք կա այս մարդկանց հետ։ Դուք շատ ճիշտ ասացիք, չէ՞, տրամաբանությունը ասենք մարդկանց հետ մնացած մտքերով նախնադարում են։ Այո, բայց շատ է ուրախացնում ինձ այն փաստը, որ գնալով մեր կողմնակիցները շատանում են, հստակ շատանում են, ես ընդամենը կոչ կանեմ։ Միացեք մեզ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպություն մի քանի էջեր ունենք, որտեղ
քաղաքացիները գրանցում են, մասնակցում են քննարկումներին, մասնակցում են գրավոր քննարկումներին, կամաց արդեն Երևանում, տես զանգում են Երևանում են մոտենում մեզ բան, քիչ առաջ են գնում։ Հիմա եթե կարող է քաղաքականությունն էլ ասածի պես մենք չգիտենք վաղը ինչ կլինի, կարող է ձնագնդի նման մի հատ վիճակ ստեղծվի, որ մենք ստիպված ենք շատ արագ, ասենց ասենք, մտածենք արդեն կազմակերպման եւ ընտրություններին մասնակցելու համար։ Էտա, բայց այսօրվա դուրսապես վիճակով չի մասնակցել։ Շնորհակալություն, որ մի նշում էլ էլի։ Ուղղակի բոլոր ովքեր ուզում են մասնակցել, իրանց թվում է, որ Հիսուս Քրիստոսն իրանք են, իրանք գալու են փրկել։ Իսկ դուք մտածել եք, որ դուք Հիսուս Քրիստոսը չեք։ Դուք մտածել եք, որ դուք Սուրբ Հովհաննեսն եք, որը Քրիստոսի ճանապարհը բացելուն, ինքը պատրաստ է իր վիզը տա, որ Հայաստան ազատագրվի։ Դուք մտածել եք այ ամեն մի հետ ես այդ մարդն եմ։ Ես իմ կյանքը դրել եմ, հիմա էլ դնում եմ ու էլ դնելու եմ։ Ու երբեք չեմ տեսնում ինձ թիվ 1։ Ոչ թե արժանի չեմ կամ չեմ կարող կամ վախում եմ։ Չէ, ընդամենը տենում եմ, որ էլ այդ փուլը չի։ Այ որ կհասունանա ժողովուրդը, իրանք կարող է ինձ զորով բերեն կամ էլ ասեն շատ շնորհակալություն քո կատարածի համար, բայց դե մի հատ ավելի երիտասարդ կա, քո արդեն տարիքը տառը։ Ու ես երբեք չեմ փոշմանի, որ ես ամբողջ կյանքս 38 տարի դրել եմ Հայաստանի ազատագրման համար։ Չեմ փոշմանի ու կասեմ բարի ճանապարհ երիտասարդություն, որ ճիշտ է կընկալ է Հայաստանի փրկության ճանապարհը։ Չէ, ես ընդամենը ուրախ կլեմ։ Իսկ եթե պետք է ճակատագրով, ասացի պես ինձ բախտ վիճակն է, այսինքն դժբախտություն վիճակն է, դա բախտ վիճակը չի։ Ես միշտ ասել եմ, ընտրություններից հետո ես տեխնացու եղել եմ 2 անգամ, 3 անգամ։ Երբ որ մեկը մեկին շնորհավորում են, ասում եմ, այ ախպեր, ես ո՞նց եք իրար շնորհ, ինչի համար եք շնորհավորում այդ մարդուն, բա պատգամավոր ընտրվավ։ Ասում եմ, նա ընտրվել է քրտնաջան աշխատանք կատարի ձեր համար։ Փոխանակ էտակ ասեք շնորհակալություն, էտակ ասեք Ցավակցում ենք, լավ, պրոստո որ դու քո կյանքը դրել ես մեր համար։ Դու շնորհավորում ես։ Դու ասում եմ, այսինքն մինչև հոգեբանությունը չփոխվի մարդկանց մոտեցման։ Պատկերացրեք, մենք նստած ենք բեսեդկայում, ասենք, Վիկտոր, տղեկով ուզում ենք հաց ուտենք, մարդա մի գումար դնում ենք, հիմա դժվար է, չէ՞, ոնց որ թամբալության մի քիչ էլ բան է, որ գնան խանութ բերեն, ինչ որ մեկին տալիս ենք, ասում եմ, տղեկ ջան, արա գնա Արել մի բան արբեր, արա նստում ենք չկա մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, թող տուն ենք էտում։ Հետո տենանք այդ մարդուն, ասենք շնորհավոր։ Այսինքն բյուջեն տվել ենք ձեռը, դու հասկանում ես ինքը թռել է։ Ու մի հատ աչոտ չպահանջենք։ Նայեք մասշտաբը փոքրացնում են բեսեդկայի եւ պետություն։ Իա, արա մենք քեզ ղրկել ենք գործի վրա։ Դու թալանում ես։ Ինչի շնորհավոր արա, այսինքն մարդկանց ենթագիտակցության մեջ բոլորի անխտիր նստած են, որ ընկավ մորը փորը, գնաց թալանելու, ուտելու, այսինքն բոլորն են ընդունում է դա, դրա համար մեր ազգեցվիճակի է։ Այ մինչև այդ նման մարդուն, որ իր կյանքը դնելու է բոլորի համար, չասեն շնորհակալություն, որ դու քո կյանքից կտրում ես ազգի համար sense բան ես անում, որ ոչ մի բան չի փոխվելու։ Սա է Մինչև էդի չդաստիարակ ես, դուք ինձ ասում եք, ձեր կազմակերպությունը փաստորեն քարոզով եւ դաստիարակությամբ ազգայում, այո մինչև էդի, այդ ակունքները գոնե մինիմալ չափով, այս սերմը չգծես, ոչ մի բան չես կարող կառուցես։ Նորից սելավ նետալու է, նորից այն մեկը գոռալու են, այն մեկը գոռալու են։ Հետևեք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությանը։ Շնորհակալություն, պարոն Զարուխանյան, որ ընդունեցիք իմ հրավերը։ Հույս ունենանք ապագայում նորից ես կտեսնենք իմ եթերում։ Եթեր հույս ունեմ։ Իսկ մեր ժողովրդին շատ մեծ աջակցություն ցուցաբերած կլեք այս մեր մտքերը տարածելուն, որ կարծում եմ համարում եք կուց է եւ որոշակի թերություններով, բայց ընդհանուր ուղղությունը ճիշտ։ Այո, եւ մեր ժողովրդին կխնդրենք չմոռանա դնել իրենց լայքերը, չմոռանա գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ստեսություն, հաջողություն։ Շնորհակալություն, ստեսություն։